Իմաստուն աղջիկն ու 7 ավազակները։ Ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի գյուղացի կար, ուներ 2 տղա։ Փոքրը դրսի գործին էր, մեծը տան։ Հայրը մեռնելիս ամբողջ ունեցվածքը թողեց մեծ տղային, իսկ փոքրին բան չհասավ։ Կարծում էր, աղբերն աղբորը չի նեղացնի։ Հայրը, որ մեռավ, մեծ տղան լավ թաղում արեց ու հոր ամբողջ կարողությունը իրեն վերցրեց։ Փոքր տղան վերադարձավ օտարությունից ու շատ սուգ արեց, որ հերը չկա։ Մեծն ասավ. հայրիկն ամբողջ ունեցվածքը ինձ է կտակել։ Մեծ տղան ժառանգ չուներ, իսկ փոքրը մի հարազատ տղա ուներ ու մի վերցնովի աղջիկ։ Մեծ տղան ժառանգությունը ստացավ, հարստացավ ու թանկ ապրանքների առևտուր սկսեց, իսկ փոքրը աղքատ էր, անտառում փայտ էր կտրում ու տանում շուկա։ Հարևանները խղճացին, փող հավաքեցին, որ գոնե մանր-մունր առևտուր անի ապրի, բայց աղքատը վախեցավ, ասաց. Չէ, բարի մարդիկ, ես այդ փողը վերցնողը չեմ, հանկարծ ու առևտուրս շահ չբերի, պարտքը ոնց կտամ։ Ու 2 հարևան որոշեցին, որ մի հնարով սրան ծածուկ փող տան։ Հենց աղքատը գնաց անտառ փայտի, դրանցից մեկն ուրիշ ճանապարհով նրա առաջը ելավ ու ասավ. Աղբեր ջան, հեռու տեղ եմ գնում, ճամփին մեկը 300 ռուբլու իր պարտքը վերադարձրեց, չգիտեմ ինչ անեմ, հետս տանել չի լինի, տուն դառնալ էլ չեմ ուզում, վերցրու փողերս, մոտդ պահիր, կամ ավելի լավ է առևտուր արա, ես շուտ եկողը չեմ, հետո կամաց ետ կտաս։ Աղքատը փողերը վերցրեց, բերեց տուն ու վախեցավ, թե հանկարծ փողերը կորցնի, կամ հանկարծ կինը տեղն իմանա ու ծախսի։ Մտածեց ու փողերը խցկեց մոխրով լի պուտուկի մեջ, ինքն էլ գնաց իր գործին։ Նրա գնալուց հետո չարչիները եկան, մոխիր են առնում կամ ապրանքի հետ փոխում։ Կնիկն էլ մոխրով պուտուկը վերցրեց ու տվեց սրանց։ Մարդը եկավ տուն, տեսավ պուտուկը չկա, հարցրեց. մոխիրն ուր է։ Կինը թե ծախել եմ չարչիներին։ Էս մարդը վախեցավ, վշտացավ, տանջվեց, համա լուռ մնաց։ Կինը տեսավ, որ տխուր է, կպավ մարդուց. Ինչ է եղել, ասա, ինչի ես տխուր։ Սա էլ խոստովանեց, որ մոխրի մեջ ուրիշի փողեր է պահած եղել։ Կինը կատաղեց, փրփրեց, աղի արցունք թափեց։ Ինչ չես ասել, քեզանից լավ կպահեի։ Աղքատն էլի գնաց անտառ, փայտ կտրելու, որ տանի շուկա ծախի, իր գլուխը պահի։ Էս անգամ էլ մյուս հարևանը նրան բռնացրեց, նույն խոսքերն ասաց ու 500 ռուբլի աղքատին պահ տվեց։ Աղքատը չէր ուզում վերցնել, հրաժարվում էր, բայց սա զոռով խոթեց ձեռքն ու ձին քշեց գնաց։ Փողն էլ թղթափող է, հա մտածեց ուր պահի, ինչ անի, վերջը դրեց գլխարկի մեջ, աստառի տակ։ Եկավ անտառ, գլխարկը կախեց մի ծառից ու սկսեց փայտը կտրել։ Էս անգամ էլ գլխին մի ուրիշ փորձանք եկավ, մի ագռավ եկավ ու գլխարկը տարավ։ Աղքատը դարդարեց, վշտացավ, բայց դե երևի բախտն էդ էր, էլի նույն ձևով շարունակեց ապրել, փայտ ծախել, մի կերպ գլուխը պահել։ Հարևանները տեսնում են,
որ ահագին ժամանակ է անցել, բայց աղքատի շահը չի ավելացել։ Հարցնում են. Էս ինչ է, աղբեր, գործերդ լավ չեն, թե մեր տված փողն ափսոսում ես ծախսես, որ այդպես է, ավելի լավ է մեր փողերը ետ տաս։ Աղքատը լաց եղավ ու պատմեց, որ փողերը կորել են։ Հարևանները չհավատացին ու դատի տվին։ Հիմա էս գործը ո՞նց դատեմ, մտածում է դատավորը։ Խեղճ անշարժ մարդ է, ոչ մի բան չունի, որ ձեռքից առնես, բանտ էլ որ գցես, սովից կմեռնի, ինչ անեմ։ Այդպես մոլորված նստել էր դատավորը պատուհանի մոտ ու խորը միտք էր անում։ Այդ ժամանակ էլ, ասես դիտավորյալ, փողոցում երեխաներ էին խաղում։ Նրանցից մեկը մի ժիր երեխա ասաց. Ես նահանգապետ լինեմ, ձեզ դատեմ, դուք էլ եկեք ինձ մոտ խնդիր քարեք։ Նստեց քարին, մի ուրիշ տղա մոտ եկավ ու ասաց. Ես էս մարդուն փող եմ պարտք տվել, ետ չի տալիս, եկել եմ ձեզ մոտ գանգատ անեմ։ Նահանգապետն էլ մեղավորին թե. Դու փող վերցրել ես։ Վերցրել եմ։ Բա ինչի ետ չես տալիս։ Չունեմ, արդար տեր։ Լսիր, գանգատավոր, նա հո չի հրաժարվում, որ քեզնից փող է պարտքարել, մենակ թե վճարել չի կարող, դու էլ մի 5-6 տարով ժամկետը երկարացրու, Աստված տա, ոտքի կանգնի, պարտքն էլ լրիվ ետ կտա, համաձայն եք։ Տղաները դատավորին գլուխ տվին, շնորհակալ ենք տեր, համաձայն ենք։ Դատավորը պատուհանից լսեց, ուրախացավ ու ասավ. Էս տղան ինձ լավ գլխի գցեց, գանգատավորներիս ասեմ, որ աղքատի պարտքը հետաձգեն։ Հարուստ հարևանները համաձայնեցին, որ 2-3 տարի սպասեն, միգուցե աղքատը ոտքի կանգնի։ Իսկ աղքատն էլի անտառում իրա գործին է։ Կես սայլաբեր փայտ է կտրում, մութն ընկնում է, գիշերը մնում է անտառում։ Ինչ է թե առավոտը լիքը սայլով ետ կդառնա դուն ու մտածում է, որտեղ գիշերի։ Անտառը մութ, գել գազանը շատ, թե որ ձիու կողքին մնա, կարող է գելի փայ դառնա։ Մտնում է անտառի խորքը, բարձրանում եղևնու կատարը։ Գիշերը մեկ էլ ինչ լսի, 7 հավազակ եկան այդտեղ ու ձեն տվեցին։ Դռներ, բացվեք։ Էս խոսքի վրա գետնի դռները բացվեցին, ավազակները սկսեցին իրենց այդ օրվա հասույթը այնտեղ լցնել, լրիվ ներս տարան ու ձեն տվեցին։ Դռներ, փակվեք։ Դռները փակվեցին ու ավազակներն էլի գնացին իրենց կողոպուտին։ Աղքատ գյուղացին այդ ամեն ինչը տեսավ ու որ շուրջը հանդարտվեց, ծառից իջավ։ Ես էլ փորձեմ, տեսնեմ էս դռներն իմ առաջ չեն բացվի, կանգնեց և ասավ. Դռներ, բացվեք։ Ասավ թե չէ, դռներն իսկույն բացվեցին։ Ներս մտավ ու ինչ տեսավ, ոսկի, արծաթ, ամեն ինչ կույտերով թափված։ Խեղճն ուրախացավ ու լուսաբացի հետ սկսեց պարկերով փողը կրել, փայտը թափեց, սայլը ոսկով, արծաթով լցրեց ու հայդե տուն։ Կինը դեմը ելավ. Ախ, սիրելի ամուսնյակս, ես էլ դարդից գլուխս կորցրել էի, մտածում էի ուր կորար, ծառի տակ ճսմվեցիր, թե գելի փայ դարար։ Մարդն էլ ուրախ թե
Դարդ չանես կնիկ, Աստված ինձ քաղցր աչքով նայեց, գանձ եմ գտել, օգնիր, պարկերը կրենք։ Գործը պրծան, սա գնաց իրա մեծ աղբոր մոտ, ոնց եղել էր, ամեն ինչ պատմեց ու կանչեց անտառ բախտի ետևից։ Հարուստը համաձայնեց։ Միասին եկան անտառ, եղևնին գտան ու ձայն տվին. Դռներ, բացվեք։ Դռները բացվեցին, սկսեցին փողը կրել։ Փոքր աղբերը սայլը լցրեց ու գոհ ետ կանգնեց, իսկ հարուստի աչքը ծակ էր։ Դե աղբեր, ասում է, դու գնա, ես քո ետևից կգամ։ Լավ, չմոռանաս, գնալիս կասես դռներ, փակվեք։ Չէ, չեմ մոռանա։ Աղքատը գնում է, իսկ հարուստը չի կարողանում ոսկուց պոկ գալ, ոչ կարող է լրիվ հետը տանել, ոչ էլ թողնել, էստեղ էլ գիշերը վրա հասավ։ Ավազակները եկան, դռների մեջ հարուստին գտան ու գլուխը կտրեցին, պարկերն էլ սայլից հանեցին, տեղը մեռածին պարկեցրին, ձիուն մտրակեցին ու բաց թողեցին, ձին էլ անտառից դուրս պրծավ ու տիրոջն իրենց տուն բերեց։ Ավազակների գլխավորն են սպանողին նախատեց, ասավ. Ինչի այդպես շուտ սպանեցիր, նախ կիմանայինք, թե որտեղ է ապրում, ախր շատ փող է պակասում, երևում է, էլի ինքն է գողացել, հիմա ոնց գտնենք։ Մյուս ավազակն ասավ. ով սպանել է, թող նա էլ գտնի։ Շատ չանցած սպանողը սկսում է հարցուփորձ անել, միգուցե իրենց ոսկին մի տեղից դուրս գա։ Գալիս է փոքր աղբոր խանութը, դեսից առնում է ու որ տեսնում է խանութպանը տխուր է, հարցնում է. Ինչի ես քիթդ կախել։ Սա էլ թե։ Ես մի մեծ աղբեր ունեի, համագլխին փորձանք եկավ, մեկը սպանել է, թողել, 3 գլխատված մարմինը ձին բերեց, այսօր թաղեցինք։ Ավազակը տեսնում է, որ հետքի վրա է ընկել, հարցուփորձը շարունակում է, ձևացնում, թե շատ է խղճում։ Իմացավ, որ սպանվածը կին ունի և հարցրեց. խեղճ որբևայրին գոնե մի անկյուն ունի։ Ունի, մի երևելի տուն։ Ուր է, մի ցույց տուր էլի։ Սա տարավ, մեծ աղբոր տունը ցույց տվեց։ Ավազակը մի քիչ կարմիրներ կառավ ու դարպասին նշան արեց։ Էս ինչի համար է, հարցրեց փոքր աղբերը։ Սա թե։ Ես ուզում եմ խեղճին օգնեմ, տունը հեշտ գտնելու համար եմ նշան անում։ Աղբեր, իմ հարսը ոչ մի բանի կարիք չունի, փառք Աստծու, ամեն ինչ տեղն է։ Բա դու որտեղ ես ապրում։ Հրես, էս էլ իմ խրճիթը։ Ավազակը սրա խրճիթել է նշան անում։ Բա սա ինչի համար է։ Դու, ասում է, ինչ շատ դուր եկար, մեկ կգամ մոտդ գիշերելու, հավատա աղբեր, քո օգտի համար։ Ավազակը եկավ իր ընկերների մոտ, ամեն ինչ տեղը տեղին պատմեց ու որոշեցին գիշերով գնալ, 2 տներն էլ թալանել, կոտորել, իրենց ոսկին ետ առնել։ Աղքատը եկավ տուն ու պատմեց, թե այսօր մի տղա հանդիպեցի, դարպասիս վրա նշան դրեց, ասավ միշտ քո մոտ գիշերելու կգամ, այնքան բարի էր, որ աղբորս շատ խղճաց, ուզեց կնոջն օգնած լինի։ Կինն ու տղան լսեցին ու սուս արին, իսկ վերցնովի աղջիկն ասավ. Հայրիկ, հո չես սխալվել, բա այդպես կլինի,
Էդ ավազակները չէին, որ հոր եղբորը սպանեցին։ Հիմա իրենց ապրանքի տուտը բռնած մեզ են փնտրում։ Կարող է վրա տան, թալանեն, էլ մահից չենք պրծնի։ Դե գյուղացին էլ վախեցավ։ Կարող է պատահել, ախր ես դրան տեսած չկամ, այ քեզ փորձանք, բա ինչ անենք։ Հայրիկ, նույն ներկից ճարիր ու ամբողջ թաղի դարպասների վրա նույն նշանից դիր։ Գյուղացին գնաց ու ամբողջ թաղի դարպասներին նշան արեց։ Ավազակները եկան, բայց չկարողացան բան գտնել։ Ետ դառան ու իրենց ընկերոջը լավ ծեծ տվին, թե ինչի նշանը լավ չի դրել։ Վերջապես հասկացան, երևում է մեզ ճարպիկ մարդ է հանդիպել։ Մի քիչ սպասեցին, 7 տակառ սարքեցին, 6 տակառի մեջ մի ավազակ նստեցրին, 7-րդի մեջ յուղ լցրին։ Էդ նույն ավազակը տակառներով եկավ փոքր աղբոր մոտ ու գիշերելու տեղ խնդրեց։ Սա էլ որպես ծանոթի ներս թողեց։ Աղջիկը դուրս եկավ բակ, տակառները նայեց։ Մեկը բացեց, մեջը յուղ էր, մյուսը փորձեց, տեսավ չի բացվում։ Ականջը դրեց տակառին, մեկը շարժվում էր ու շունչ քաշում։ Մտածեց, սա չար կատակ է։ Գնաց խրճիթ ու ասաց. Հայրիկ, բա հյուրին ինչով պատիվ տանք, գնամ վառարանը վառեմ, ընթրիք պատրաստեմ։ Բա ոնց, գնա։ Աղջիկը գնաց վառարանը վառեց ու ձեռի հետ հա ջուր տաքացրեց ու եռման ջուրը տարավ, տակառների վրա լցրեց, ավազակներին խաշեց։ Հերը հյուրի հետ հաց կերավ, իսկ աղջիկը ետևի տանը նստած սպասում է, թե վերջը ինչ է լինելու։ Տանտերը հենց որ քնեց, հյուրը դուրս եկավ բակ ու սուլեց։ Տեսավ ձեն, ծպտուն չկա։ Մոտեցավ տակառներին, ընկերներին ձայն տվեց, պատասխան չկա։ Տակառները բացեց, գոլորշին վեր ելավ։ Ավազակը գլխի ընկավ, թե ինչ է եղել, ձիերը լծեց ու տակառների հետ կորավ։ Աղջիկը դարպասները փակեց, տնեցիներին արթնացրեց ու ամեն ինչ պատմեց։ Հայրը թե. Դե աղջիկ ջան, դու մեր կյանքը փրկեցիր, եղիր իմ տղայի կինը։ Լավ շախով հարսանիք արին։ Նորահարսը հա հորը ստիպում էր, որ հին տունը ծախի, նորը առնի, շատ էր վախենում ավազակներից, Աստված չանի, հանկարծ ու գան։ Էդպես էլ եղավ։ Շատ չանցած այն նույն ավազակը, որ տակառներով եկել էր, զորականի շորերով մտավ գյուղ և եկավ գյուղացու մոտ գիշերելու տեղ խնդրեց։ Թողեցին, ոչ մեկը գլխի չընկավ, բայց նորահարսը ճանաչեց ու ասավ. Հայրիկ, ախր սա նույն ավազակն է։ Չէ, աղջիկ ջան, նա չի։ Աղջիկը սուս արեց, բայց որ քնելու ժամը եկավ, մի սուր կացին վերցրեց, դրեց կողքը։ Ամբողջ գիշերն աչք չփակեց ու հա ավազակին հսկեց։ Գիշերը զորականը վեր կացավ, թուրը վերցրեց, ուզեց աղջկա մարդու գլուխը կտրի։ Սա էլ չվախեցավ, կացնով տվեց, աջ ձեռը կտրեց, մի հատ էլ տվեց, գլուխը պոկեց։ Էստեղ հայրը համոզվեց, որ աղջիկը շատ խելացի է, նրա ասածով արեց, տունը ծախեց, գնաց ուրիշ տեղ, էդ նոր տանը սկսեց ապրել, հարստանալ ու շահ ունենալ։ Մի օր էլ հարևանները, որ պարտք էին տվել ու հետո վրան գանգատ արել, գնացին մոտը։ Վա,
Դու էստեղ ես։ Հա, իմ տունն է, նոր եմ առել։ Լավ տուն է։ Երևում է մոտդ փող կա, բա ինչի մեր պարտքը չես տալիս։ Սա գլուխ տալով թե Փառք Աստծու, բախտս բերեց, ես գանձ գտա ու հիմա կարող եմ ձեր պարտքը եռակի տալ։ Լավ, ախպեր, դե արի քո նոր տունը շնորհավորենք։ Դե համեցեք։ Քեֆարին շնորհավորեցին, առաջն էլ մի լավ այգի կար, ասին. Կարելի է այգին տեսնել։ Իհարկե, պարոնայք, ես էլ հետներդ կգամ։ Ման եկան ման, ու մի հեռու անկյունում պուտուկով մոխիր տեսան։ Տանտերը հենց տեսավ, աղ քաշեց։ Ազնիվ պարոնայք, ախր դա իմ կնկած ախած պուտուկն է։ Դե տեսնենք, մոխրի մեջ փող կա։ Թափ տվին, էդ է որ կա։ Էստեղ հավատացին, որ այն ժամանակ աղքատը ճիշտ էր ասել։ Եկեք ասին, ծառերի գլուխներին էլ նայենք, գլխարկը հո ագռավն է տարել, երևի բերել, մեջը բույն է դրել։ Ման եկան ման, բույնը գտան, փետով գցեցին, էդ է որ կա, գլխարկն է, թափ տվին, փողը գտան։ Էստեղ տանտերն իրա պարտքը տվեց ու հարուստ ու երջանիկ կյանքով ապրեց։